պետք է լինի մեր երկրի ղեկավարը, որ երկիրը հզորանա։ Ով ժողովրդի կողքին կկանգնի, աղջիկ ջան, ով կմտածի ժողովրդի մասին, որովհետև հիմա ժողովրդի վիճակն այնքան ծանր, որ չի կարելի վստահել այս հիվանդի։ Նժդեի պես, Կարեն Դեմիրճյանի պես, մնացած հայրենասերների պես մարդիկ ցավոտան։ Հույս ունենան, որ մեկը կլինի։ Պետք է բոլորի շահին նայել։ Հայրենասեր ամենակարևորը։ Ու ոչ կոռուպցիան էր կարելի է դες ասել։ Առաջ հերթին պետք է լինի լավ մարդ եւ ամենակարևորը Աստծուն հավատացող մարդ։ Ով ապավինի Աստծուն նայել, լավ կարող է ղեկավարել երկիրը։ Աստվածավախ մարդուն։ Ես լիշնա ոչ Մերժել եմ, ոչ Նիկոլին եմ ընտրել, երբեք իրան չեմ ընտրել։ Շատ կասկածելի անձնավորություն է, ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը գլխին դուխով կեպ կայա դնեմ ու դառնա թագավոր։ Դա անհավատալի բան, աշխարհի պատմության մեջ դες բան եղած չի։ Հայրենասեր ամենակարևորը ազգանվեր մարդ, որ կարողանա հոգ տանել ազգին համար։ Ընդհանրապես դա։ Դա դժվար հարց է, ղեկավարը պետք է մի քիչ խելքով լինի։ Ու դրա մասին համիկ դժվար է դզելը։ Այնքան բաներ կա, որ դզվելու։ Դա դժվար է, ով էլ կա, չի կա դզի։ Ինչպեսին պետք է լինի, պետք է լինի խելացի, կարգին մարդ, իր երկրի համար լավ ձևով մտածող մարդ։ Նա ով է այդ մարդը, որ մեր երկիրը ոտի հանի։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ, ամեն մարդ իր ձևով է մտածում։ Այո, պետք է լինի մեր երկրի ղեկավարը, որ երկիրը լավի գնա։ Ես եմ մոլորված, մալնի բանիմաց մասնակետ, ագահությունից զզվող, արդարություն սիրող մեկ էլ Աստվածավախ, ժողովուրդն իշխանություն, դու, ես, վերջապես պետք է խելքը գլուխներս կա, ոչ թե բարի թագավոր ընտրեն, իրանք են խապել ասեն, այս մեկը բարի պալիցեյսկի է, այս մեկը չար, բերեք սրանք ընտրենք, բայց երկուսն են նույն բանից են, բանուց խփած բավական է, մեր հույսը Աստված է, և մեր բանականությունը, որ ընտրենք են ձևի մարդու, որ նորմալ երկիրի ղեկավարի օրենքով, ու հետո տես այնքան են իշխանությունները բաները, մի բան եղնեմ, գցում են ժողովրդի վրա, ասում եթե համաձայն չեք բան արեք, հեղափոխություն արեք, մի քանի անգամ լսել եմ, չէ, ասում եթե համաձայն չեք, դուրս եկեք հեղափոխություն արեք, ժողովուրդը դուրս չգալի, ասում ուրեմն համաձայնեք, վերջացավ։ Երբ որ մարդը իրան հոգու խորքում գլուխը բարձին դնել զգա, որ ինքը պատասխանատու է իր այսօրվա արածի համար վաղը առավոտ պատասխանատալու, հաստատ վատ բան չի անել, էլի։ 7 անգամ կմտածի, նոր կորոշի, օրենք կընդունի, եկեք ամենքս մեր դիրքում, մեզ ստանձնված աշխատանքը բարեխիղճ կատարենք, պատասխանատվությամբ վաղվա օրվա հանդեպ, այս իմ երեխեսա, իր հանդեպ ես պատասխանատվություն եմ կրում, որ այսօր իմ գործը լավ անեմ, որ վաղվա օրը ինքը երբ որ մեծանա, ինչ որ չորուցամակ ես ինչ չտնա, կամ вообще այս երկիրի կլնի, թե չէ, երբ որ այն ամենաբարձր պաշտոնյայից սկսած բոլորը պատասխանատվությամբ կմոտենան իրաց գործին, Եմ թե երկիր կդառնա։ 3 միլիոն վարչապետ էինք 18 թվին, բայց այսօր դառանք 3 միլիոն ռագատի կար։ Իրանք ընդ սենց են որոշում են Excel-ը սխալ է եղել։ Այդ խեղկատակը ցիրկ է։ Այս ժողովուրդը ձեզ ինչ արի հարգելի իշխանություն։ Արա հենց արեք ձեզ լավ եղնի, ժողովրդուն լավ եղնի էլի։ Մենք այս հողի վիճ ես ենկոմ չեմ գնալու։